Քեզ համար ենք այստեղ Եվ սպասում ենք քեզ Տեր Արի լցրու Հեղեղվիր Սիրով Հեղեղվիր այս վայրում Եվ լցրու քո Սիրով Որ մեծ է ամեն ինչ Քեզ համար ենք այստեղ Եվ սպասում ենք քեզ Տեր Արի լցրու քո մեծ սիրով Թափիր մեզ վրա խնդրում ենք ներկայություն Խնդրենք ու ներկայությունդ մեր Աստված Ակայություն դրտով ներկա Եվ պարկը թողինի հավեր Սիրելի Աստծո հոգի Սուրբ հոգի Աստված Կխնդրենք ու ներկայությունդ հեղեղվի այս վայրի մեջ Բոլորս այստեղ հավաքված բոլոր անոնք որ մեզի գտիդեն Ես կաղոթեմ որ մեր Հայր Աստված քու Սուրբ հոգիով հեղեղես այս վայրը այնտեղ որ են իմ եղբայր քույրերս Սուրբ հոգով լեցնես մեր Աստված մենք ծարավ ենք քեզի Մենք քու երեսը կփնտրենք եւ բարձր փափակով քեզի ավելի ճանչնալու համար կխնդրենք որ թափես քո հոգիդ Ես հատուկ կաղոթեմ բոլոր անոնք որ այստեղ են բոլոր անոնք որ մեզի գտիդեն որ Աստծո հոգու ներկայությունը չունին իրենց կյանքի մեջ Հայր երկնավոր ես կխնդրեմ քո հոգու ներկայությունը թափես իրենց կյանքերու մեջ բոլոր անոնց կյանքի մեջ որ մարած է քո հոգու գրագը ես այսօր կաղոթեմ որ վարվի քո Սուրբ հոգու գրագը Հեղեղվիր այս վայրի մեջ Աստծո հոգի թափվիր մեզ վրա խնդրում ենք Փառքդ թող լինի այստեղ Մեր Աստված մենք առանց քո ներկայության չենք կրնար շարունակել այս կյանքը Մեր կյանքերու մեջ ամենաբարձր մխիթարությունը այն է, որ դու ներկա ես Տեր։ Տարբեր ժամանակներու մեջ դու ներկա ես։ Ամեն ժամանակ դու ներկա ես։ Բոլոր անոնք որ քո հետ են, դու ամեն ժամանակ իրենց հետ ես։ Եվ այսօր որպես քո ժողովուրդ Չենք եկած քո առջև անանք մեկ որ մենք ամբողջովին գիտենք քեզի կճանչնանք քեզի ոչ մենք գիտենք որ դու ավելին ես քան մենք գիտենք Եվ այսօր մեր անձերը իմ անձերը սկսած գարիք ունի ավելի ճանչնալու քեզի ով Աստված Մենք շատ ժամանակ այնքան սպառված ենք մեր կյանքերով որ գմորնանք որ ավելի կարևոր է Քեզի ճանչնալը մեր Տեր Սիրելի Աստծո հոգի Այսօր հավաքվել ենք եւ այս ժամերի եւ ժամանակները դու ստեղծել ես Ես կխնդրեմ որպես դարվա վերջին ծառայություն ինչպես միշտ կխնդրենք վերցնես քո ցերկերուտ մեջ Տեր այն խոսքերը որ բերնես վիդել է Վերցնես քո ցերկերուտ մեջ ամեն մեկուն սիրտը Խոսիս ամեն մեկուն Տեր Աստված Որովհետև քո խոսքիդ մեջ կա կյանք Եվ այն կյանքը որ ունի զորություն կյանքեր կփոխի Ահա վասիկ արջևնից նոր տարի է Բայց մեր սպասումները նոր տարի են չէ մեր սպասումները քեզ մե է ով Աստված
Որովհետև քո ցերկերուտ մեջ դարին, քո ցերկերուտ մեջ է ժամանակը, դարին եւ ամեն բան։ Քո ցերկերուտ մեջ է մեր կյանքը։ Դու ես իշխանը, դու ես թագավորը։ Դու ես ալֆան, դու ես օմեգան։ Դու ես սկիզբը, դու ես վերջը։ Դու ես որ ամեն ինչին վերջին խոսքը գսես։ Եվ առանց քեզի Դեր Աստված առանց քո հրամանիդ ոչ մեկ բան իրավունք չունի իր դեղեն շարժելու։ Դու ամենակարող Աստված ես։ Եվ քո անունդ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված է։ Քո անունդ Հիսուս Քրիստոս Աստված է։ Մենք կվկայենք 2000 տարի առաջ խաչը բարձրացած, մերած եւ երրորդ օրը հարություն արած Հիսուս Քրիստոս Նազովրեցի դու ես դերերու դերը, թագավորներու թագավորը։ Եվ այստեղ միայն ու միայն դու արժանի ես փառավորվելու, դու արժանի ես զավարություններու, զորավոր զապեն։ Հոգի թափիր մեզ վրա, խնդրում ենք ներկայությունը քո արքայությունը թող դեր գա եւ բանկը թող լինի հավեր։ Եկեք զորավոր զապարենք ներ Տիրոջ։ Դու արժանի ես Հիսուս։ Ես հատուկ են գաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով նախքան ծառայությունը սկսենք։ Հատուկ են գաղոթեմ բոլոր հոգնածներուն համար, որ դեր քո ներկայության մեջ իրենց ուժը նորոգվի։ Ֆիզիկական հոգնածը, շունչով հոգնած, մտային ցևով հոգնած, հոգիով հոգնած, ես չեմ գիտեր, բայց դու գիտես ով Աստված։ Ես գաղոթեմ, որ բոլոր անոնք որ հոգնած են, արդեն հիմա կվեն նախքան ծառայությունը ավելի շարունակվի, իրենց ուժը նորոգվի արձիվի պես։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Հրամեցեք նստեցեք Աստծո քաղցր ներկայության մեջ, Աստված օրհնե փառաբանության խումբին։ Հալելույա։ Գրված է ինքն է հոգնածին ուժ տվողը, ով գսե ամեն։ Գրված է ինքն է հոգնածին ուժ տվողը։ Ես չէի պատրաստված ասեմ քեզի, բայց ես քեզի ասեմ, եթե դու հոգներ ես, ինքն է հոգնածին ուժ տվողը։ Գրնալալ ֆիզիկապես չես հոգնած, բայց նույն մգա ատկե հոգները ցար այլևս։ Ես քեզի ասեմ, ինքը քեզի կզորացնե։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Գիտես ինչ կլա, շատ ժամանակ կգարձես այդ հարցերը, որ ունիս տուն եւ տուն ես, եւ մեկը չտեսներ։ Եվ ադանգ է շատ ժամանակ չեն տեսներ, բայց ես քեզի լավ լուր ունեմ, Աստված կտեսնե։ Աստված տեղյակ է, Աստված կտեսնե, եւ ինքը քեզի ասեմ, ինքը կհոգա քեզի։ Ամեն։ Ասի լավ լուր էր ինձի համար, չեմ գիտեր եթե քեզի համար։ Ատքան դժվար է շատ ժամանակ, հետս ես շետուն, արդեն սկսավ։ Շատ ժամանակ այնքան գարձես տուն եւ քո հարցերդ մինակ ես, այնքան գարձես աշխարհի մեջ ինգերես չէ մինագդ, մեկը լուր չունի, մեկը դեղյակ չէ։ Շատ ժամանակ շատ մարդ կա քովդ, բայց դու մինակ ես գարձես այդ հարցերում մեջ։ Ես քեզ ասեմ, այդ ժամանակներում մեջ սկուշ եղիր քո սրտեդ, գիտիր որ դերը քո հետ է, հավատարիմ մնացիր եւ գսե ընդիր գտնվիս բսակը գառնես։ Աստված ամեն բան կտեսնե։ Ամեն։ Ուրախ ժամանակներդ, դխուր ժամանակներդ, դժվար ժամանակներդ, ամեն ժամանակներդ։ Սիրեներ,
արդեն անցնիմ այսօրվա խոսքին, այսօր ես պիտի հրճագեմ դարվա նոր խոսքը։ Եթե տուն բոլոր գետրոնացումը տնես խոսքին վրա, լավ գլա, ադիալ լավ գլա, որ տունալ պամը վերցնես դարին համար։ Սիրեներ, անցած դարի մենք հրճագեցինք խիզախության դարի, եւ գիտեք ամեն դարի մեր ավակ հովիվ Արթուրի միջոցով ամբողջ կյանքի խոսքը գեցին, խոսքը հրճագե եւ մենք կվերցնենք այդ խոսքը եւ նաեւ Աստված իմ սրտի մեջ ինչ որ գտնե դեղական եկեղեցին ես ալ կհրճագեմ եւ այս տարի հովիվ Արթուրը հրճագեց որ այս տարի զարթոնքի դարի է հոգեվոր զարթոնքի դարի Քրիստոսի մարմինին համար արթնանալու զարթոնքի դարի որ բարգազները արթնանան իրականության մեջ շատ գիտես զարթոնքի դարի եկեղեցին համար, որովհետև եւ որ եկեղեցին արտնա աշխարհի մեջ արտություն կբերե, բայց եւ որ եկեղեցին բարգի աշխարհն ալ կմնա խավարի մեջ։ Այնպես որ հրճագեց մեր հովիվ Արթուրը, որ այս տարի զարթոնքի դարի է, իրականության մեջ ինքը ունի շատ խորունկ հայտնություններ մեջը, դուք գրնաք YouTube-ի մեջ հետևիլ եւ այնինչ որ ես պատրաստված եմ հրճագելու այսօր նաեւ զարթոնքի դարին, որ արդեն զարթոնքի դարի է, այնինչ որ ես պիտի հրճագեմ իրականության մեջ մարդուն կյանքի մեջ ամենազորավոր զարթոնքը կգրնապերել։ Ամեն նախքան բայց հրճագեմ այսօրվա խոսքը, նախքան խոսիմ այսօրվա խոսքի մասին, եթե դու մեկն ես ասանք կսպասես կորադի լավ նշան է։ Անցյալ տարի մենք հրճագեցինք, որ երջանկության դարի է եւ առավել այս տեղական եկեղեցի համար ես հրճագեցի, որ խիզախության դարի։ Իրականության մեջ մենք անցանք դարիեմը, որ ես ոչ թե միայն հավատքով հրճագեցի եւ թեր կհավատամ որ հրճագեցինք, ես այլևս բեկչունիմ հավատալու ես դեսա, շոշափեցի, լսեցի եւ ադիգա դարձավ մարմին, ես այս ամբողջ դարին լայմ կյանքի մեջ լա 199 ծառայողները վգայեցին, որ այս տարի իրական Աստված մարզեց մեր ցերքերը, մեր ոտքերը, մեր անձերը ինչպես լանք խիզախ որովհետև եթե Աստծո ծառան մարդը խիզախությունով լեցված չլա, ուրիշ բանով լեցված վիդլա, առաջինը վախով։ Եվ գիտես դու կյանքը չես կնար շարունակել վախով, դու պետք է կյանքդ ապրես խիզախությամբ։ Որովհետև ջեղկելու համար կյանքը Աստված իրականության մեջ մեզի տված է խիզախություն։ Եվ կարևոր բանը ասեմ, որ ամեն խոսք որ կհրճագվի ամեն տարի ինքը իրականության մեջ իր մեջ ունի Աստծո խոսքի հիմքի վրա մարգարեական բնույթը որ ինքը կյանքի բոլոր օրերուց քո հետ կերտա այսինքն անակ մեկ չոր այս տարի խիզախության տարի էր հիմա կալ տարի ադիգա քեզ մեկ երտա իրականության մեջ ադի խոսքի հիմք ունի հասկանաս Աստված նախքան Հեսուին կանչե քանի անգամ ասավ քաչ եղիր խիզախ եղիր եւ զորացիր որովհետեւ ես քո հետ կորձ ունեմ եւ ես ասեմ սիրեներ Երբ որ Աստծո հոգին գուքա մարդու կյանքի մեջ անպայման իր հետ գուզե բերել խիզախություն։ Այսօր մենք մեր կյանքերու մեջ շատ բաները իդ մնացած ենք երկչոդության պատճառով։ Որովհետև ճունենք խիզախությունը գենալու կամ քայլ առնելու կամ փանալու շատ դրներ կամ կոծելու շատ դրներ, որովհետև խիզախ չենք։ Բայց այն խոսքը որ հրճագեցինք Եվ ամեն տարի որ խոսքը հրճագենք իր մեջ ունի մարգարեական բնույթ ինքը գերտակ ու կյանքի բոլոր օրերուց մեջ Բայց այն խոսքը որ դարվա համար գուտա Աստված Թունադորմով կհասկանաս որ Աստված այս տարվա մեջ ինչ գուսեգոր անել իր ժողովրդին հետ Ինչին վրա գուզե գետրոնանալ իր ժողովրդին մեջ Ամեն Ադոր համար ասիգա բանին գնմանի որ հիմա Աստված քո հետ ինչով գուզե աշխատել Քու կյանքիդ բոլոր օրերում մեջ Աստված գուզե քեզի խիզախ անել ամեն, բայց գիտես ժամանակ կուք Աստված գսե հիմա պիտի գետրոնանամ սիրելի եկեղեցի ասկեդին վրա։ Եվ դուք այս տարի պիտի տեսնեք 1, 2, 3, 4, 5 փոփոխությունները։ Ովքեր են տեսնողները, բոլոր անոնք որ ագանջ կուտան դիրոջ, գահավադան դիրոջ եւ գեդևին դիրոջ։ Ամեն։ Չկա այնպիսի ճշմարտություն, որ փամը ինքն իր մեկը փոխվի։ Բիդի տուն ցերքի դաս Աստծո հետ որ շատ բան փոխվի։ Տուն չես կրնար դեղդ նստելով բան փոխվի։ Տուն բիդի դիրոջ հետ քայլես որ բանը փոխվի։ Երբ որ ինքը վազեբիտ վազես եւ որ ինքը քալեբիտ քալես, այնպես որ չի կրնար այսինքն հոսիմա նստիս,
դու ուրիշ բաներ երևա գայես ու իմ խոսածս ասանք բաներ փոխեք ու յանքիդ մեջ դու մի դելսես իմ խոսածս պիտի ընդունիս եւ ամեն ժամանակ երբ որ գնստիս Աստծո ներկայության մեջ գլսես Աստծո խոսքը եւ որ դու Աստվածաշունչ կգարտաս մի մտածեր վաղվա կորձին մասին գսե Աստված այսօր բավական է իրեն համար ադորամար երբ որ գնստիս Աստվածաշունչ կգարտաս դունդ մտածե այն քրվազներում մասին որ կգարտաս ուրիշ բաներում մասին մտածեր եւ ես ասի գշեշտեմ հետը դեղեր է Աստվածաշունչ կգարտաս դու մտածես վաղվա at ինչ կորձդ ինչպես պիտի դասավորես լսե ինձի դու հիմա Աստվածաշունչ կգարտաս գարտա Աստվածաշունչը գետրոնացիր Աստվածաշունչին վրա վաղվա կորձը հետո կդասավորես վարգյանդ վայել է ամեն եւ այսպիսով մենք անցանք դարիեմը որ շատ վկայություններով լեցուներ Աստված լեցուց մեզի խիզախությունով եւ պիտի շարունակել լեցնել բայց հիմա նոր դարի է արժևնից ես ասվերջերս մտածեցի սկսա մտածել որ աս արդայությունը որ մենք ասենք նոր դարի շատ աղվոր է ինչու գիտես որովհետեւ եթե նորը գա ուրեմն հույս կա ասի լավ լսե որովհետեւ նայր ամեն ժամանակ երբ որ քեզից է վերջացավ հոն հույս չի գա ուր որ վերջ է հույս չի գա բայց ուր որ նոր գսվի ուրեմն հույս կա եւ ամեն դարի որ դու գսես նոր դարի հա մենք վարժվեր ենք բայց եկեք մեկ հատ գետրոնանանք ամեն դարի որ գսես նոր դարի եթե նոր գա ուրեմն հույս կա ուրեմն նոր հնարավորություններ կա ուրեմն նոր չբացված ծրներ պիտի բացվին ուրեմն այս տարվա չհաջողած շատ բաներ նորին մեջ պիտի հաջողի դու մեկն ես որ գլուխը բադին գզարնես սելով դորին վերջացավ եւ չեղավ ես ասիտունես լսե Եվ որ դարին սկիզբն էր 2025-ի ասի որ պիտի վերջացնեմ դարին առանց ասոր բայց դեռ չի վերջացավ քանի օր մնաց 3 օր արդեն 3 օր մնաց եւ ասի դեռ իմ կյանքիս մեջն է ես քեզի փամը ասեմ թող միտքդ նորոգվի քան թե գլուխդ բադին զարնես եկուր սկսիր մտածել որ նոր դարին կփոխվի հոն չփոխվավ պիտի շարունակվի փոխվել ուրեմն քանի որ կշարունակվի կյանքը ուրեմն պիտի փոխվի ամեն ամեն այս տարվա խոսքը պիտի հրճագեմ եւ նախքան հրճագեմ այս տարի խոսքին հիման վրա Մարգարեական խոսքը որ պիտի գետրոնանանք բոլորս այդ համարին վրա որում միջոցով պիտի հրճագեմ խոսքը երբ որ համարը գարտանք անշուշտ կգիտնանք հիմա դու մի բան Աստվածաշունչը ես կգարտամ քեզի համար այս տարվա խոսքը այն համարը որ պիտի լա լման տարվա համար մարգարեական Օվսիա 6-րդ գլուխ 3-րդ խոսք չի գահոն մինայք Զարաոները ինձ խնդրեցին, բայց գերևի լավ եղել որ չեմ դված։ Հիմա դու մի լսես լավոս։ Օվսիա 6-րդ գլուխ 3-րդ խոսք այս տարվա 2026 եկող տարվա մարգարեական խոսքն է եւ գրված է։ Դերը պիտի ճանչնանք։ Ուզանիգա ճանչնալու յետևե պիտի ելնանք։ Անոր ելքը արշալույսի պես պատրաստված է ու անիգա մեզի պիտի քա անցրևի պես։ Ով պիտի քա դերը պիտի քա Երգիրը որոքող վերջին անցրևի պես պիտի քա Օվսիա 6-րդ գլուխ 3-րդ խոսք այս եկող դարի դիրոջ հետ մտերմանալու դարի է Դիրոջ ավելի ճանչնալու եւ դիրոջ հետ ավելի մտերմանալու դարի Հիսուսի անունով Չիկա ավելի մեծ եւ զորավոր եւ կարեւոր բամը որ գրնա զարտոնք բերել մարդու կյանքի մեջ քան մարդ ճանչնա աստղերը երկինքը արևը լուսինը ստեղծող մարդը սայենսը ամեն ինչ ստեղծող ամենակարող աստծո ճանչնալեն ավելի մեկը չի գրնար բամ ունենալ ամեն Եկող դարի 2026 Աստծո հետ մտերմանալու դարի Աստծո ավելի ճանչնալու եւ իրեն հետ մտերմանալու դարի է
այս խոսքը պիտի հիմնված լա Օվսիա 6-րդ գլուխ 3-րդ խոսքի մեջ ինչու որովհետև ամեն խոսք ունի խոստում գրված է դերը պիտի ճանչնանք Ուզանիկա ճանչնալու յետևե պիտի ելնանք այն ժամանակ հետո ինչ պիտի լա գրված է անոր ելքը արշալույսի պես պատրաստված է մեզի համար Աստծո խոսքը գսե եթե իմ ժողովուրդը ասի իմ այս կբացատրեմ ինձի ճանչնալու յետևե լա եւ եթե դուք նկատեցիք Մեկը սկիզբը ասանք կսե դերը պիտի ճանչնանք հետո չի պավեր չի գենար մենք շատ ժամանակ կսենք ճանցա Աստծո գրված է ուզանիկա ճանչնալու յետևե պիտի ելնանք գրված է այն ժամանակ կսե որոքող անցևը գիտես որ մեկն է at վերջին որոքող at սորավոր դակն ու վրա անող անցևի մասին է խոսքը գրված է որոքող անցրևի պես դերը բիտապվի մեր վրա ես չեք կնալ պատկերացնել որքան սպասումով եմ մտնելու այս նոր հոսքի մեջ որ դիրոջ խոստումը գսե ինձի քեզի գետրոնացիր ինձի ճանչնալու վրա եւ ինձի ճանչնալու յետևե եղիր եւ ես գսե Աստված Երգիրը լեցնող որոքող զորավոր անցրևի պես պիտի տապվիմ քո վրատ ավելի մեծ բադիվ չի գա որ Աստված դա մարդուն քան որ ինքը լեցվի իր ներկայությունով իր կյանքի մեջ ավելի մեծ հաջույք կարևորություն չի գա մարդու կյանքի մեջ որ մարդը ճանչնա իր որու արարիչին սիրելիներ Գիտեք ինչու մարդկությունը խավարի մեջ է, որովհետև ինքը չի ճանչնար իր արարիչին։ Որովհետև արարիչը Աստված գսե ես լույս եմ, իսկ բոլոր անոնք որ խավարի մեջ են չեն ճանչնալ լույսին։ Ադոր համար այսօր որպես Աստծո ժողովուրդ նաև մենք կարիք ունենք ճանչնալու մեր Տիրոջը ավելի քան երբեք։ Եթե դու մեկն ես, որ գսես ես դեր ասանք անցամ չգիտս այն ով է։ 2026 Քեզի համար մարգարեական է որ դու անցամ ճանչնաս խաչված մերած բայց երրորդ օրը հարություն արած դերերու Տիրոջը եթե դու մեկն ես որ ջանցեր ես արդեն տարիները կճանչնաս եւ կզարայես իրեն ժամանակն է 2026-ին ավելի մդերմապար ջանչնաս այն Աստծո որ դու տարիները կճանչնաս բայց ինքը գրված է ավելին է քան մենք գիտենք Երկար դարիներ ծարայել է վերջ ծարայողիմը, Աստծո ծարայողը, որ ինքը երկար ժամանակ ծարայեց Տիրոջ, Աստված իր միջոցով փառավորվեցավ ասկերուն մեջ, հետո դարիներ վերջ արդեն իր ձերության օրերուն, ուրիշ ծարայողը իրեն կհարցնե և գսե, այս ժամանակներում մեջ ինչ է ամենաշատ բանը, որ գետրոնացեր ես, ով, մեկը, որ դարիներ 30 տարի են ավելի, շատ ավելի Ձարայեց Տիրոջը, ասկերում մեջ փառավորեց իր անունը, հրաշքներ, նշաններ, ինչ կուզեց արտնցան ասկերը իր միջոցով, անշուշտ է Աստծո շնորհքով։ Եվ այս մարդուն արդեն վերջին տարիներու արդահայտությունը երբ որ ածարան գսե հիմա ինչի վրա գետրոնացել ես կյանքիդ մեջ։ Գիտեք ինչ պատասխան է, գսե հիմա գետրոնացել եմ, որ ավելի ճանչնամ այն Աստծո, որ ես կծարայեմ իրեն։ Որովհետև ինքը ավելին է քան մենք գիտենք։ Կխնդրեմ եղբայրս կանվակ է։ Ինքը ավելին է քան մենք գիտենք։ Եվ այս խոսքի համաձայն Հովհաննես Ավետարան 7-րդ գլուխ 37-րդ խոսքին մեջ Հիսուսը գաղաղագեր։ Ես այսօրվա ծառայությունով իրականության մեջ այսօրվանը ոչ թե ավելի քարոզ է, այլ ավելի պատրաստություն է թիմավորելու 2026-ը։ Ես եկել եմ քեզի պատրաստելու սիրելի եկեղեցի, որ դու գիտնաս մենք ինչի մեջ կմտնենք կոր։ Գիտես ժամանակն է գետրոնանալու այն ամեն ինչի մեջ, որ Աստված գուզե որ դանել մեզի աբակայի համար։
Մենք շատ ժամանակ այնքան կգետրոնանանք անցյալի վրա, այնքան կգետրոնանանք ներկայի վրա, որ մենք կմոռանանք մեր աբական։ Բայց ժամանակն է ագանջ տանք Աստծո, որ նայենք ուր գուզե որ ուղել մեր Աստված մեզի։ Եվ կտեսնես, սիրելիս, Աստծո համար ավելի մեծ փափակ չկա երբեք, քան թուն ճանչնաս իրեն եւ լաս իր հետը։ Ես քեզ իսեմ Գյանքիդ մեջ ինչ քարոզալ լսես, աս բարձ քարոզը սրդետ միաներ։ Աստծո համար ավելի մեծ փափակ չկա, քան այն, որ թուն իրեն ճանչնաս եւ ապրիս իր հետ հավիտենության մեջ։ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ան որ իրեն հավատաց չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա, բայց կեցիր։ Այնքան սիրեց այս աշխարհը, այնքան սիրեց քեզի, որ իր միածին որդին զոհեց, որ ինչ լա, որ ով որ իրեն հավատա ինչ լա, չգործվի հետո հավիտենական կյանք ունենա։ Այսինքն Աստված իր միածին որդին զոհեց, որբեսի տուն հավիտենության մեջ իր հետը ըլլաս։ Այսինքն Աստծո ամենաբարձր փափակն է, որ տուն իրեն ճանչնաս եւ տուն իրեն հետը ապրիս այս երկրեն սկսած մինչև հավիտյան։ Այսինքն Աստծո ամենաբարձր փափակն է, որ տուն եւ ինքը չիզատվիկ։ Ինչքան տշփախտ են այն պատմությունները, երբ ընտանիքները կփաշտվին։ Հետսես։ Օրը սիրահարված էին իրար, բայց այսօր ադելի են իրար։ Ինչքան տշփախտ է։ Օրը մարդը սիրելի էր Աստծո, բայց գիտես մարդու մեջ մտնելով ապստամբությունը մտավ ադելությունը, բայց Աստծո համար միշտ մնաց սիրելին, ասի լավ լսե։ Եվ Աստված գուզե որ թուն հավիտենության մեջ իր հետը լաս ոչ թե իր մեզ բաժնված։ Ադորամար սիրելի եկեղեցի ես քեզ ասեմ ավելի չգա, քան որ թուն իրեն ճանչնաս։ Ավելին ասեմ սիրելի զարայողներ, զարայությունը չգա ավելի բարձր է, քան այն արժեքեն որ թուն դիրոջ ճանչնալու հետևեն լաս։ Ես քեզի պամը խոստովանիմ, եթե ես իմ մասին գսեմ հիմա ես քեզ, ասի լավ լսե։ Եթե իմ զարայությունը միտի խանգարե իմ Աստծո ճանչնալուն, ես պատրաստված եմ այսօր ցկել իմ զարայությունը։ Որովհետև ինձ համար ամենաբարձր արժեքը այն է, որ ես Աստծո հետ լամ, Աստծո ճանչնամ եւ ծառայեմ իրեն համար եւ որովհետև իրեն գսիրեմ։ Զարայությունը ավելի բարձր չէ, քան ինքը։ Ադորամար սիրելի զարայող, ամենաբարձր փափակը ինչ է զարայության մեջ, ես քեզ ասեմ ամենաբարձր փափակը թողոլա իրեն ճանչնալու։ Իրեն ճանչնալու։ Հիմա ես քեզ ուրիշ բան ասեմ, իրեն ճանչնասն է, չես կնար իրեն չի զարայել։ Չես կնար իրեն համար բան մչնել։ Որովհետև թուն ոչ թե ստիպված գնես, այլ այնքան գսիրահարվիս, որ չես կնար չնել։ Ասի ինչին գնմանը գիտես, որ տուն քու սիրած անցիդ համար չես կրնար չնել։ Ճիշտ նույնն է։ Բոլոր սատանայի ծառաները գծարայեն, որովհետև իրեն քերի են եւ ստիպված, բայց բոլոր Աստծո ծառաները գծարայեն, որովհետև Աստծո գսիրեն։ Բայց այն ժամանակ, երբ գծարայեն, բայց գգործնցներ իրենց սերը, կացեք նայեցեք, ծառայության մեջ հարցեր կսկսի։ Որովհետև ծառայություն առանց Աստված բեք չէ։ Ամեն։ Ամեն։ Հոս հավաքվինք առանց Աստված բեք չէ։ Ավելավ երտանք մեր կորձերով սպաղվինք։ Չէ մենք հոս կհավաքվինք բատվելու, ես միշտ կսեմ ասի, չէ, մենք հոս կհավաքվինք ոչ թե ամեն գիրագի պամը կգրտնենք, որ ինքը սովորություն է, չէ մենք ամեն գիրագի հոստեղը կպարապանենք, երկրբակենք Աստծո խոսքի համաձայն դիրոջ, որովհետև ինքը արժանի է եւ մենք կհավատանք մեր Աստծո, որ ինքը ողջ է։ Աս վերջերս օրեր ավելի գրագը մեջս կմեզնա, փափակը մեջս կմեզնա, որ ավելի համարցակ վգայեմ այն մեգուն մասին, որուն անունն է Հիսուս Քրիստոս, որ ես 2019 թվականից իրեն իմ դերս եւ բրգիչս, որովհետեւ
ինքը գվգայե, որ ինքը ողջ հարություն արած թակավորն է, որ միայն ինքը գրնա մարդուն ազատել իր մեղքերեն, որ միայն ինքը գրնա մարդուն փրկել, որ միայն ինքը գրնա խավարին մեջ նստող ժողովրդին լույս տալ։ Այնպես որ սիրելիներ, գաբելով այս խոսքերը Հիսուս Հովհաննես Ավետարան 7-րդ գլուխ 37-րդ խոսքի մեջ գրված է դոնին վերջին օրը Հիսուս կայներ էր։ Գաղաղագեր ու գսեր։ Ես ասկի առաջ ասերեմ, ամեն դեղ որ Աստվածաշունչի մեջ կտեսնես գաղաղագեր, ուրիշ է, քան գրված լար գսեր։ Դեղերգա գրված է, չէ գսեր։ Դեղերգա գրված է գաղաղագեր։ Ադի գիտես ինչին գրմանի, որ ես հիմա գխոսիմ քեզի, ես հիմա գսեմ քեզի, բամմա։ Աղաղագելը հիմա ես բիտ բորամ մոս։ Եվ գրված է Հովհաննես Ավետարանի մեջ Հիսուս գաղաղագեր ժողովրդին եւ գսեր հետեւյալ խոսքերը։ Եթե մեկը ծարավ է, թող ինձի կա ու խմե։ Որտեւ ես պիտի դամ իրեն գենթանի կյանքի ճուրեր որ խմե։ Վերը ինչ գրված էր Օվսիայի մեջ, բոլոր անոնք որ ինչ կնեն, գջանշտան եւ ջանշտալու յետևե գլան։ Ով գուզե ջանշտալու յետևե լալ, գիտես, բոլոր անոնք որ ծարավ են։ Եվ գրված է բոլոր անոնք որ ջանշտալու յետևե գուզեն լալ, Աստված գսե ես պիտի հայտնվիմ իմ парքով եւ անցրևի պես վերջին զորավոր անցրևի պես պիտի թափվիմ իրենց վրա։ Եվ եկավ Հիսուս Քրիստոսը դարիներ վերջ եւ ասավ, ով որ ծարավ է, ով որ գփնդրե ջանշնալ ինձի, ես պիտի դամ իրեն ճուր խմելու։ Դեղմը գսե պիտի թափեմ անցրևները, հոս պիտի գսե պիտի դամ այդ ճուրերը։ Ինչ կտեսնես, գիտես Աստծո խոսքեն, Աստված գսե միայն տուն ով մարդ փապակիր ինձի ջանշնալու, ես անանք պիտի հայտնեմ ես ով եմ քեզի։ Անանք պիտի տեսնես տուն իմ парքս, որովհետև ես չեմ պատրաստված парքս քեզ մեծացկելու գսե Աստված, որովհետև ինքը ամեն բան հրավ որբեսի իր парքը հայտնե քեզի։ Իր միածին որդին զոհեց։ Ես քեզի բան ասեմ, քո ամեն խնդիրներդ ավելի վեր է այն զոհը, որ Աստված հրավ խաչին վրա։ Այսօրվա ցավդ, հոսե ցավդ, հոսե չեմ գիտեր։ Հոստեղի ցավերը ավելի թյուրուն են, բայց հոստեղի ցավերը, չէ՞, հոս։ Բայց ես քեզ ասեմ, Գողգոթային վրա ամեն բան վերցվեցավ։ Եվ այսօր Աստված քեզի գսե, ով որու քեզի գսե հիվանդիդ, չմխիթարվածիդ, հոգնածիդ, բեռնավորվածիդ, ով ուրախիդ, դխուրիդ, տուն ով ես, քեզի գսե քո մեջդ մեկ պապակ բարձրացուր, ամեն ինչ ուրիշ կլա կյանքիդ մեջ, ինձի ջանշնալու պապակը։ Որովհետև գիտես, կյանքի մեջ ամեն ինչի որ վրա գուզես տուն գետրոնանալ, ադիգը քրավե քու հետաքրքրությունդ, միտքդ, սիրտդ, ժամանակդ, ես քեզ ասեմ դու գիտես ինչի ժամանակ կտնես, ան ինչեր որ հետաքրքրվեր ես։ Եթե դու օրը չէ շաբաթը 50 ժամ սուրճ գխմես, շատ հետաքրքրվեր ես այդ սուրճ խմելուն։ Եթե դու չեմ գիտեր որչափ ժամանակ խաղ գխաղաս, ես քեզ ասեմ ժամանակդ քննե գգիտնաս ինչով հետաքրքրվեր ես։ Եթե բռնես դու քեզի որ շատ հետաքրքրվեր ես մեգումը մասին ավելի քան Աստված, նորեն վտանգավոր վիճակի մեջ ես։ Եթե քո մամայի վրա ավելի հետաքրքրվեր ես քան Աստված, նորեն վտանգավոր վիճակի մեջ ես։ Մամայից սիրե, հարկե, բադվե։ Բայց այդ ժամանակ երբ քո մայրդ Աստծո դեղ գլա, դու վտանգավոր վիճակի մեջ ես։ Ես ինչ ասել ուզեմ։ Երբ որ քո մեջդ պապակը գլա ջանշնալու Աստծո, դու ամեն բան գնես որ ջանշնաս Աստծո։ Ես քեզ ասեմ, երբ որ քո ներսդ պապակը գլա ջանշնալու Աստծո, այդ ամեն քո բաժարապանությունները չկա որ ժամանակ չունիմ, գջեխես դու ես քեզ ասեմ։ Ես քեզ ասեմ դու 10 վայրկյան գտնես, 24
Լսե, 10 վայրկյան կգտնես 24 ժամեն, բայց կգտնես, ինչու գիտես, որովհետև ոստեղը չես կրնար որ գենալ։ Իսկ ուզեմ որ ճանչնալ ով ես տուն։ Բայց այսօր երբ որ բաժարապանությունները ավելի բարձր են, քան մեր իրականությունը, այսինքն երբ որ այսօր դու միշտ բաժարապանությունով ես, ես այսօր ասեմ, երբ որ դու հոստեղով բամը կփապակես, բաժարապանությունները կջեղկես։ Որովհետև երբ որ քու ուզած ջեղկումդ Աստծո կամքի համաձայն է, ժողովուրդ ես ինձի բան ասեմ, ուզածդ Աստծո կամքի համաձայն է, եթե պատասխանդ այո է, մեկ անգամ են քեզ ասեմ Աստված քո հետ է ադոր համար, հիմա ինչին չես հավատար։ Եթե աս հարցի մեջ կուզես ջեղկել, աղոթքի խնդիր ունիս, ժամանակ չունիս, կուզես ջեղկել։ Բամը ասեմ քեզի, Աստծո կամքի համաձայն է որ դու աղոթես։ Գուզես ջեղկել, եթե այո է աստեղեդ, լսե ինձի, բիդի փոխվի։ Եթե մեր լեզվով ասենք հիմա ինչ կսեի, գիտես, բիդի փոխվի հաու։ Աստված գեցեր է այդ կամքին յետև սիրելիներ։ Հակոբոս գիրքի մեջ գրված է, որ մարդը կփորձվի իր սխալ ցանկություններն, բայց ուրիշ բան մնա։ Չար բաներով կփորձվի գսե իր սխալ ցանկություններն, բայց միանադի չէ։ Գիտես ինչ կսե։ Նաև խապվածը լալեն։ Երկու բան։ Չար փորձությունները մարդու կյանքի մեջ գլա խապվածը լալեն եւ չար ցանկություններն։ Աս երկրորդ գեդը խապվածը լալն է սիրելիներ։ Եթե դու գուզես կոր հասնել, ճանչնալու Աստծո, մի խապվիր։ Ամեն բան գնես որ հասնես։ Աստված հետ է։ Ադորամար այսօր իմ աղոթքս է, որ 2026-ին մեր կյանքերում մեջ փամը, գիտես այդ փամը ինչն է, այնպիսի ծարավի մագարտակ կա մեր մեջը, Աստված փնտրելու, Աստված ճանչնալու, իր ճամփաներում մեջ քալելու, իր գամքը գադարելու, որտեղ վերջարշան գիտես ինչ ֆիտ մնա քեզի, Տուն եւ Աստված։ Վերջարշան ամենը որ քեզի պիտի մնա Տուն եւ Աստված։ Հավիտենության մեջ։ Այնպես որ սիրելիներ, մարդոց կյանքի մեջ ամեն ինչ ունի իր բդուղը, ամեն ինչ կունենա իր արդյունքը։ Երբ որ մարդը ես Տուն Աստծո ճանչնալու յետևել ենք, բաներ գլա մեր կյանքի մեջ։ Գիտես ինչեր գլա։ Նայր ագանչին հաջելի է։ Ժողովուրդ իրար հետ 2026-ին Աստված ճանչնալու յետևել ենք։ Բայց ասածս բարձավես բան չէ, ասենք աղվոր ագանչին լսվող եւ աղվոր սկացումներ եւ հաջելի բան չէ։ Գիտես ադի ինչ է։ Այսինքն բաներ բիդլա հետդ, որ ադելներ քեզի ալ հաջելի չէ։ Այսինքն բաներ բիդլա հետդ, որ գա այսօր, որ Աստված երբ որ ավելի արիդ դաս իրեն միդսե ասի հանե։ Երբ որ մենք մտնենք այդ հոսքի մեջ, ինչեր պիտի սկսի ելալ մեր կյանքի մեջ։ Սրբացում։ Խոսենք սրբության մասին, չէ՞։ Սրբացում, խոնարհություն, սեր։ Ինչի մասին խոսիմ ես։ Մարդ եւ որ գսկսի մոդենալ Աստծո։ Եվ որ խոնարհության հարց ունիս, եւ որ սկսես մոդենալ Աստծո, ադի աданք biçi մնա։ Պիտի սկսես խանգարվել լավ ծևով։ Սխալ չի հասկնաս, խենթ չեմ ասել որ։ Պիտի սկսի բամը հանդարտ չի մնալ քո մեջդ։ Ինչու գիտես։ Որովհետև ավելի կմոդենաս, սկսար մոդենալ սուրբին։ Ինչու գիտես, որովհետև ավելի սկսար մոդենալ խոնարին։ Ինչ պիտի կա մեր կյանքերում մեջ սեր, որովհետև ավելի սկսար մոդենալ այն մեկին, որ ինքն է սերը։ Եվ որ դու սկսես, գիտես, սահմաններ կա, չէ, իմ եւ ծեր մեջ հիմա։ Որքան մոդենամ ուրիշ կլա։ Եվ գիտես նույնն է, երբ որ դու ունիս սահմաններ քու եւ Աստծո մեջ, ուրիշ է,
եւ որ սահմանները սկսես շեղքել ուրիշ բաներ գլա։ Եվ նայր գսկսի մեր կյանքերում մեջ սրբացում, խոնարհություն, սեր, ազատագրում գաբանքները պիտի կանտվին, բռնվածությունները պիտի կանտվին, ամեն ավելորդ բաներ պիտի հեռանան մեր կյանքեն, ավելի դիրոջ հաճելի կյանքով պիտի սկսենք ապրիլ, մտերմանալով մեր դիրոջ ավելի նման պիտի ելանք իրեն եւ մեր սիրտը ավելի պիտի լա իրեն հաճելի եղած ամեն ինչին որ մեզիալ հաճելի կդառնա։ Այսինքն այլևս պիտի սկսի լալ ամեն ինչ որ իրեն հաճելի է, քեզի հաճելի։ Գրնալալ մեկը գա, չեմ գիտեր ով է, X մեկը, որ ասանք չագերտներում մեջ թափեր է իրեն, ինչ պատճառներով, գրնալալ Աստծո մոդենայետ վերջ սկսի չգրնալ իրեն անտեպ անդարբերը լալ, ասածից է կնավոտքերը լվա իրեն հաջիս։ Եվ որ գսկսիս մոդենալ այն սահմաններուն, որ Աստծո ներկայությունն է, բաներ գսկսի փոխվել։ Ադոր համար ես չեմ ուզեր դուք խանդավառվիք այդ մտքով, որ մենք Աստծո հետ մոդենան կալդարի եւ գիտես ասանք կլա։ Ադի ինչպես դու լա գիտես։ Դու եւ որ պիտի սկսես մոդենալ հակոստիտ վրա եթե աղդ գա պիտի սկսի մաքրել ինքը, եթե սխալ հակոստ հակերես պիտի փոխե։ Գիտես պիտի ինչ լա գիտես անգլերենով շատ կսիրեմ transformation վերափոխում, որովհետև Աստվածաշունչը կսորվեցնե եւ գսե նման եղեք Սուրբին, ինչպես որ ինքը Սուրբ է, ձեր դինոշ նման եղեք գսե։ Ադոր համար ամենալավ ճանապարհը դիրոշ նման լալու ադիգա ճանապարհն է որ դիրոշ հետ մդերիմ լալ։ Դիրոշ հետ մդերիմ լալու ճանապարհն է դիրոշ նման լալու ճանապարհը, որովհետև որը շատ ժամանակ կանցնես իրեն նմանակ սկսես լալ։ Մդերիմ գլաս դիրոշ հետ սկսես իրեն նման լալ։ Սիրեներ եկող դարի այս խոսքի հիման վրա մենք պիտի գետրոնանանք գիրագի օրվա մեր զարայությունները, դնային խմպակները ամեն ընդհանրապես աս կոնտեքստի, աս խոսքի ներքո բաներու մասին խոսիլ, որ գոկտե ցեզի մդերմանալու Աստծո։ Պիտի խոսվի սրբության մասին, ասի լման դարվա ասանք ցեզի պատկեր մգուտամ, որ ինչերու մասին մի գետրոնանա եկեղեցին։ Պիտի կարոզվի սրբության մասին, պիտի խոսվի երկյուղածության մասին, Աստծո վախի մասին, որովհետև եթե դու Աստծո վախը չունենաս, դու վտանգավոր բաներ կգնաս անել։ Ես քեզի գրնամ բան ասել, դու կգնաս Հիսուսին սիրել, բայց իր մեջ չվախտնալով բաներ անել, որ իրեն հաճելի չէ։ Զարայողը օրը մեծ մեղքի կմատնվի, բանտ կնստի։ Զարայող ավետարանիչ դարիներու։ Ուրիշ զարայողը գուզե հանդիպիլ իր հետը շատ կմտա, որովհետև անագնգալ բան մնա եւ գսե եղբայր ուր ինչպես ինգար։ Գիտես ինչ պատասխան է։ Գսե եղբայր ես շատ գսիրեմ Հիսուսին։ Եվ դարիներ սիրած եմ եւ գսիրեմ։ Բայց մեջս երկյուղի բագաս կար իր անտեպ։ Ադորամար գրծատ մեղքը կորզել։ Հիսուսը մեր շատ մդերիմն է, բայց Հիսուսը նաև մեր դերն է։ Հիսուսը շատ բարի է, բայց Հիսուսը նաև սուրբ է։ Հիսուսը միշտ գուզեք ու գողքին լալ, բայց նաև արդար է։ Դու գիտես ասածից մեջ խորում բան մգա։ Որովհետև այն անձնավորությունը, որ քեզի կսիրե, քեզի մոդ է եւ այլն, դու միշտ կուզես քու կողմետ ելլե։ Բայց արդարը ասանք ճանապարհներ չգիտեր։ Քեզի կսես սխալ ես, կողմդ չեմ։ Եկու շտկենք։ Պիտի խոսվի երկյուղածության մասին, պիտի խոսվի խոնարհության մասին։ Որովհետև Աստվածաշունչը գսե Աստված հբարտներուն հագարակ կգենա, դու չես կրնար Աստծո հետ մտերիմը լալ այն ժամանակ, երբ Աստված քեզի հագարակ է։ Պիտի խոսվի խոնարհության մասին, պիտի խոսվի սիրո մասին,
Պիտի խոսվի հավատքի մասին, որովհետև գսե Աստծո կրնակ հաջեցնել միայն հավատքով։ Պիտի խոսվի արդարության մասին, պիտի խոսվի հավատարմության մասին, պիտի խոսվի աղոթքի մասին, փառաբանության երկրպագության մասին։ Տերաշարքը գրնա երկարիլ, բայց վերջին գեդս։ Գիտեք ինչի մասին ավիտ խոսվի անցնուրացության մասին։ Մեկը դասեմ անցնուրացության մասին, որովհետև Հիսուսը գսե, եթե գուզես իմ դևես կալ, խաչդ վերցուր է դևես եկուր։ Դու պետք է անցնուրած լաս որ գարենաս շարունակել Հիսուսին հետ այս երկրի վրա։ Եվ այսպես։ Չեմ գիտեր, բայց շատ հրաշալի դարեմը մեզի կսպասես սիրելի Աստծո ժողովուրդ։ Դու ինձ գսես հովիվ այսինքն ինչպես ասկան համարցակ կրնաս ասել հրաշալի դարի։ Ես քեզ իսեմ։ Որովհետև ինձի համար չի կրնար ավելի հրաշալի բան լա, քան այն, որ ես կետրոնանամ ճանչնալու իմ Տիրոջը։ Ես անպայման գիտեմ որ ադի հրաշալի վիդլա։ Փառք մեր Տիրոջ։ Հիմա ասանք աչքերուս արջև իրավես կուքատ խոսքը մարդուս ինչ պիտ մնա ինքը և իր Աստված։ Բայց ամենակարևորը և որ թունև Աստված մնաք մինակ իրար էդ լավը լակ։ Որովհետև դժբախտաբար Դադաստանի օրը շատեր բիդլան Աստծո արջև, բայց շատերը Աստծո հետ հարցի մեջ բիդլան, շատերը Աստծո հետ բարեկամ բիդլան։ Ադորամար ինչ կա ինձի համար ավելի քան գետրոնանամ, որ օրը հավիտենության մեջ ես կենամ իմ Տիրոջ արջև և դեստեմ, որ ամեն ինչ օքեյ է իմ և իր մեջ, մեր բարերով, չէ։ Եվ գիտես, աս ամենը մենք գգիտնանք մեր ապրած կյանքով։ Շատեր անանք մեկ կխոսին, գիտես, որ at իշալլայի վերնակիրին դակ կմտնե ամեն բան, չէ, որ օրինակ գսես գույրիկ լավ ես Աստծո հետ, գսե իշալլա։ Ես քեզի բան ասեմ, չէ ամեն ինչ ատկանալ օտեն չէ գախված։ Քու կյանքիդ մեջ դու գիտնաս եթե Աստծո հետ լավ ես կամ ոչ։ Քու կյանքդ, վարքդ, ժամանակդ, փափակներդ, ամեն ինչ գծցնե դու ինչ վիճակի մեջ ես։ Ադորամար չի գա աданք արդահայտություն, որ գրնալը լավ ենք, չէ Հիսուս գսե իմ ոչխարները գջանշնան ինձի, և գջանշնան իմ ցայնը, և իմ հետևես կուքան, այսինքն իմ ոչխարները դեղյակ են ես ով եմ, գիտեն իմ ցայնը, այսինքն եթե իմ ոչխարներուս հարցնես, իմ մասին իրենք լավ գրնան խոսիլ քեզի, ես ձեզ իսեմ Աստվածաշունչի մեջ փոխաբերական իմաստ ունի, հենց գենտանի իսել չուզեր Աստված, բայց հովիվը և ոչխարները փոխաբերական իմաստով գուզի օրինակ դալ, որ ինքը մեր հովիվն է և մենք իր հետևորդներն ենք, ադորամար գսե ոչխար։ Աստված չուզեր քեզ իսել ոչխար, դու իր սիրելի ստեղծված մարդն ես։ Բայց ասի շեշտեմ այո, իր ոչխարները լավա գջանշնան իրեն, և որ մեկը իր ոչխարներուն հարց տա, իրենք լավալ կբացատրեն, որ իրենց հովիվը ինքն է և ինքը ով է։ Ադորամար ատկանալ ամեն ինչ օտեն գախված չէ։ Շատ ժամանակ գտեսնես, որ անհավատ մարդիկ հավատացյալներն ավելի հավատացյալ են, որ իրենք կհավատան որ ամեն ինչ օտեն ասանք օքեյ գլլա, ամեն ինչ օտեն անանք օքեյ չլլա, մի հավատար։ Դիրոջ ջանցիր ամեն բան օքեյ գլլա։ Կխնդրեմ բարաբանության խումբը կա, կխնդրեմ զարայոները սեղանը մոտեցնեն հաղորդության, այսօր մենք պիտի ընդունենք դարվա վերջին սուրբ հաղորդությունը։ Սիրելիներ, նախքան ոտքի ելեք, նախքան բարաբանությունը սկսի երգել, գիտեք, կարևոր է որ ժամանակ դրամատրենք, գարջ և խոսենք աս ամեն ինչի մասին։ Ղուկաս ավետարան 22-րդ գլուխ 19-րդ խոսքի մեջ Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ գրված է հացը արավ, և գիտես աս ամենը բարձավես խորհրդանշեն այդ ամենը, չէ, հաց և քինի, որ խաղողի չուր է, և նայեցեք, գրված է հացը արավ, քոհացավ, և
ամեն մեկ քայլ, որ Հիսուսը գնա ինքը խորունգ է։ Գսե գդրեց։ Ես ալ գդրեցի նայր։ Եվ դվավ անոնց ու ուսավ։ Այս է իմ մարմինս, որ ցեզի համար դրված է։ Ասիգա արեք զիս հիշելու համար։ Եվ գիտես հացը արավ գդրեց եւ բաժնեց։ Եվ ասիգա արեք ասավ իմ հիշադակի համար։ Գիտեք ինչու ասի ինելով ինչ գիհիշեք։ Ամեն ժամանակ գիհիշեք, որ ես իմ մարմինս գդրեցի ցեզի համար։ Լավ լսեցեք։ Բրգիչը Թակավորներու թակավորը դերերու դերը, որուն անունն է Հիսուս Քրիստոս, 2000 տարի առաջ իր մարմինը ինչ շրավ մեզի համար, բադրեց, չարթեց, գդրեց, չէ՞։ Եվ բաժնեց իր աշակերտներուն, հետո նույնպես ալ քավաթը արավ, ընտրիկեն հետո ուսավ։ Այս քավաթը նոր ուխտ է իմ արյունովս։ Ինչովս? Արյունով։ Ինչ պատրաստվեր ես դալ քու սիրելիդ ամենաշատը։ Գիտես ինչ միտքդ կուքա, մեր արորյային է թե խոսինք, չէ։ Ամենասիրած զիս մասին է որ մտածեմ, գերևի միտքս կուքա ամենասուգնոց բանը։ Հիսուսը գիտես ինչ հրավ, սա ես պատրաստվեր եմ արյունս թափելու քեզի համար։ Գիտես ինչ դժվար է եթե քեզի սեմ պատրաստես իրեն համար թափես արյունդ։ Չէ, եգուր անգեղձել լանք դժվար է։ Բայց աս ամեն ինչի մեջ գար աստվածային սեր, որ մարդը չի հասկացավ եւ մենք միշտ փորձենք ավելի հասկանալ, որ ադի ինչ է։ Եվ Հիսուսը ասավ, աս ռաձովս ես սերեդը նոր ուխտ կնեմ։ Այս դարվա խոսքին հետ, որ ես հրճագեցի շատ կարևոր է աս ամենը խոսիմ ցեզի, որովհետև Աստված գործված խավարի մեջ նստող ժողովրդին հետ ուզեց ուխտ տնել, եւ այդ ուխտը, որ կգոչվի պայմանակիր, համացայնություն, պիտի ելլար մարդոց փրկությունը։ Այսինքն բոլոր անոնք, որ այդ ուխտին գարցականքեն, գսեն ես այո գսեմ այս ուխտին եւ գուզեմ միանալ այս ուխտին, իրենք պիտի դեսնեն Աստծո փրկությունը եւ կդեսնեն Աստծո փրկությունը եւ հավիտենական կյանքը։ Ադորամար աս ամենը լուրջ է սիրելիներ։ Աս արյունը թափվեցավ եւ այս մարմինը չարտվեցավ, որ մենք ազատ ենք մեղքերը։ Կհասկանաս ինչ կսեմ ազատ ենք մեղքերը, այսինքն մեղքի զորությունը կանտողը տուն չես։ Ասի մեծ ականջներով պետք է լսես ինձի։ Մեղքի զորությունը կանտողը տուն չես, Քրիստոսի արյունն է։ Քեզ երազները ազատվելու համար տուն զորություն չունիս, Հիսուսի արյունը քեզի ազատ է։ Քու դիպրեշնը տուն չես կրնար ազատվել քու զորությունով, Հիսուսի արյունը քեզի ազատ է։ Սատանայի ներկայության թեմ տուն չես կրնար թեմ ցնել եւ հաղթել, Հիսուսի արյունը քեզի ազատ է։ Տուն գիտես աս հայտնության մեջ ինչ զորություն կա։ Ինչու գիտես, որովհետեւ եւ որ հասկանաս քու սերուտ վրա չէ, այլ այն արյան մեջ է, տուն բարձավես վիթ հավատաս ընդունիս եւ դեսնես ադի։ Աս ամենը հավատքի մասին է ժողովուրդ։ Եվ գիտես պետք է այսօր կարծես Աստծո ժողովրդի միտքը նորոգվի, որովհետև ես երբ որ խոսիմ մեղքի մասին եւ տուն գիհիշես քու մեղքերդ, կարծես թե տուն գիհիշես այդ մասին թե թեր մեղքի մեջ եմ, ինչու՞ չես մտածեր որ ժամանակն է ազատվելու ատկե։ Ժամանակն է աս արյունը ունի զորությունը։ Ես այսօր ես եկել եմ քեզի ասելու, աս հարցը ինչ է, կվճարեմ ազատվիր։ Ասի տրամը չի գրծավ լուծել ասի, ոսկին եւ արձատով չի քննվեցակ կսե Աստված, այլ դիրոջ բադվական արյունով քննվեցակ։ Այսօր Հիսուսը եկել է ասելու քեզի, իմ արյունս եւ իմ մարմինս խաչը բարձրացուցի, իմ արյունս տապեցի, ես կվճարեմ քո մեղքերուդ տեղ։ Depression-դ, վախդ, բեռնավորված ես, ամեն բան։ Կհավատաս, եթե այո, կդեսնես փոփոխություններ։ Խնդրեմ ոտքի ելեք։ Ադոնամար ես չեմ ուզեր, որ հաղորդության ժամանակ
Դու բարձավես սովորություն որպես տնես ասի։ Այսինքն նայր եւ որ իմացել կդ գարնես այս կավատը եւ այս հացը։ Դու մի գարձեր ասի սովորություն է։ Աս հավատքի քայլդ զորություն գարցակեք ու կյանքիդ մեջ։ Որտեւ աս ֆիզիկական հեղուկը չէ որ բան կփոխե, այլ քո հավատքդ at արյան հանդեպ որ տապվեցավ 2000 տարի առաջ։ Ով գսե ամեն։ Հիմա սիրելիներ գրնանք ավարտել այս ծառայությունը որպես դարվա վերջին ծառայություն գոհությունով շնորհակալությունով այո անշուշտ մենք շնորհակալ ենք ամեն բանի համար որ Աստված հրավ 2025-ին մենք շնորհակալ ենք որ Աստված բահեց մեզի ժողովուրդ ես մինակս գաղութեմ թե դու իրավ շնորհակալ ես ես շնորհակալ եմ որ Աստված բահեց իմ ընտանիքը բահեց ինձի շատ փորձանքներ է բահեց շատ բաներ լուրջ ունին բահած էինք դու գիտես աս քախնիկը դու գիտեր դու գիտես որ շատ բաներ է լուրջ ունիս որ բիդելար բայց ինքը բահերը քեզի ես քեզի բան ասեմ դու գիտես որ դու շատ ժամանակ աղոտ կգաղոթես եւ քու աղոթածիդ պես չլար եւ դու գսես հետո չեղավ ես քեզի ասեմ դու աղոթեցիր քու աղոթքդ լսվեցավ բայց բարձավես քու զազիդ պես չեղավ բայց ես քեզի քախնիկ մտամ շատ բաներ դու լուրջ ուներ բիդելար at աղոթքդ չեղավ իզուր չեք ու աղոթքդ շարունակեմ շնորհակալ եմ եւ կքոհանամ Աստուծո ամեն բանի համար ես հիմա աղոթեմ բայց քու դեղը դալ անցավ դարիմը եթե մտածեմ շատ բաներ հրավ Աստված քուանա քեզի համար ինձի համար բայց գիտես ինչալ ընե Աստված բարիք ես հավիդյան դեղ ունիմ շնորհակալ լալու այն արյան եւ մարմնի համար որ ինձի համար 2000 տարի առաջ թափեց եւ խաչը բարձրացավ ես շնորհակալ եմ եւ շնորհակալ կմնամ այն ամեն ինչի համար որ դերը հրավ իր անձը զոհելով կհասկնաք մենք ինչի մասին կխոսենք արժեքներ կան ժողովուրդ դու գրնաս բան մխնդրել կյանքիդ մեջ դա ասված քեզի եւ ադիկա շատ լավ է շնորհակալ եմ Աստծո եւ կքոհանամ ադոր համար բայց ես հավիդյան կքոհանամ որ ինքը սիրեց ինձի եւ ինքը զոհեց իր անձը ինձի համար Մենք խնդրեմ աչքերդ կոծես Եվ սկսես շնորհակալ լալ Հիսուսին իր զոհի համար Գիտես անձնական բանի մասին է ասիկա որ Աստված այնքան սիրեց քեզի որ իր արյունը թափեց քեզի համար ուղարկելով իր միածին որդին Եվ այսօր այն արյունը եւ մարմինը ունի զորություն քեզի բրգելու ազատագրելու հանգստացնելու մխիթարելու Ադորամար Հիսուսի արյան մեջ կա զորություն եթե դու հավատքով ընդունես Եվ այսօր ժամանակն է նախքան նոր տարի մտնելը եթե կյանքիդ մեջ կան մեղքեր կյանքիդ մեջ կան բաներ որ դու չես կնար որ չունել ադոնք սխալ Ասի կրնային օրը լալ որ դու հավատաս Եվ հավատքով արձագանքես Հիսուսի արյան Եվ ընդունելով հաղորդությունը կրնա արդեն նոր տարի չի մտած հետդ լա բժշկություն ազատագրում մտքի նորոգում Սկսիր մտածել հատուկ եթե բան մգա մեղք Բաներ որ չես ուզեր գնես Գրնա հավատքի արձագանքը զորավորը լա այսօր եւ Քրիստոսի արյունը քեզի ազատ է Խոստովանիր դիրոջ Սխալներդ, մեղքերդ, ներողություն խնդրե Եվ ապաշխարության սրտով
հավատքով ընդունիր հաղորդությունը։ Գիտակցելով, որ ատկուց երկիներդ ովև մեկ բան չեն, այլ գխորհրդանշեն Քրիստոսի արյունը եւ մարմինը։ Կյանքիդ մեջ բան մգա, որ պետք է այլևս վերջ տրվի, գպավե դարիներ արդեն հետը դե, գրնալալ ադոր անունը գիտես ինչ է, վախ, և դու խապվեր ես, միջ կսես դժվար է ասկի ազատվիմ չլար, ես ասեմ, իմ պնավորությունս ասե, ես կեզ իսեմ ադի վախ է կու պնավորությունը չէ, գրնալալ ասի այն օրն է, որ տուն Քրիստոսի արյան զորությունով ազատ լաս ամեն վախ է, երկար ժամանակի գրնալալ չես մխիթարված, գարդես այսօր ասված գսե գպավ է այլևս պետք է ընդունիս իր զորությունը, որ գտնես մխիթարություն և ես ասեմ աստծո ներգայության մեջ անգարելի բան չի գա Մեքի արաբաս սանթա կարավադայ աղոտ կրե աս ամեն իչիմ համար մի աջաբարեր աստծո ներգայության մեջ մի աջաբարեր հաղորդությունը ստանալու Հիսուս ես շնորհակալ եմ քո արյան համար որ ունի զորություն ազատագրելու բժշկելու փրկելու կանթելու ամեն սատանայի ծրագիր կանթելու ամեն addiction ամեն գաբանք կանթելու ամեն վախ կանթելու ամեն շղթա Հիսուս ես շնորհակալ եմ որ քո արյունդ ունի զորություն անելու այս ամենը Տուն քո մարմինդ բادرեցիր մեզի համար արյունդ տապեցիր որ այսօր մենք տեսնենք քո փրկությունդ որ այսօր տշտամին խայդարակվի այն տշտամին որուն անունն է սատանա որ գուզե գործանել մեր կյանքեր եւ ընտանիքներ այսօր թող քո արյան զորությունով կանթված լա ամեն սատանայի ծրագիր ամեն սատանայի ներկայություն Ես կխոսիմ և կհրամայեմ, որ քեզ մե հերանա, հենց հիմա ամեն սատանայի թիվային ներկայություն Ես կհրամայեմ հերանա քեզ մե Հիսուսի անունով ամեն հիվանդության ետև որ գա չարոքի Ես կհրամայեմ, որ հենց հիմա հերանա ամեն թեղերու ետև թեղ որուն ետև գա չարոքի որ քո հայրդ, մայրդ, ընտանիքդ գարներատ տեղերի մաթուն գարնես այդ անեցքը թող կանթվի քո կյանքդ Հիսուսի անունով Ես կհրճագեմ որ մարդիկը լան 2026-ը շատ տեղեր ցկած մտնեն Հիսուսի անունով Այո այս 3 օրվա մեջ Եթե դու չես հավատար որ 3 օրվա մեջ գրնայեմ իսպիսի բան մելա ես քեզ հիշեցնեմ որ 3 օրվա մեջ Հիսուսը հարություն արա մերելներեն Այնպես որ 3 օրվա մեջ նախքան մտնենք նոր դարին ինչպես ասված գրծավ Քրիստոսին հարություն դալ 3 օրվա մեջ քո կյանքիդ մեջ նույնպես գրնա հարություն դալ եւ շատ բաներ հերացնել որ քեզի համար անգարելի է բայց Աստծո համար ամեն բան կարելի է 3 օրվա մեջ մեղքը որ 5 տարի է քո հետ դե այս 3 օրվա մեջ այլևս զգե քեզի մանկությունդ եկած ամեն մերժվածության օքի այլևս կփավե Հիսուսի անունով թող ազատ արձակե քեզի ես կհրամայեմ որ ամեն մերժվածության հոգի ուր որ ես որ մեկ մարմնի մեջ որ գաս որ մեկ շունչի մեջ որ գաս
Ովքերու մանկություն են, որ եկեր ես մերժվածության հոգի ես քեզի կհրամայեմ, հենց հիմա դուրս գաս մարդոց կյանքերեն։ Բոլոր մեզի թիթողներուն մեջ, բոլոր անոնք, որ ունին մերժվածության հոգի, ես Հիսուսի անունով կխոսիմ եւ կհրամայեմ, որ ձեր կյանքերեն դուրս գա ամեն մերժվածության հոգի։ Եվ դուք հենց հիմա ըսկակ ինչպես ընդունված եք Տիրոջ հոգիով։ Աստված քո հետ մարդահարավեր կնե։ Երեգոր եթե հավատաս Տիրոջ անսպասելի ծրագիրները եւ փառքը կտեսնես։ Ընդամենը երեգոր մինչև նոր տարի։ Եթե արձագանքես Աստծո զորության, ինձ լավ լսե։ Աստված զորավոր է։ Աստված մեգում բեք չունի, որ ինքը զորավոր է լա։ Բայց բոլոր անոնք, որ այդ զորության գարցականքեն, ինչպես այդ կինը, որ արունահոստություն ուներ, ըսա միան երտամ թպնամ հանդերցին եւ ես պիտի բժշկվիմ։ Եվ քրված է զորություն դուրս եկավ Հիսուսեն։ Նույնպես այսօր մարդահարավեր կնե Աստված քեզի այս երեգորվա մեջ։ Մինչև նոր տարի այն ամեն ինչը որ չես ուզեր որ մտնե հետ նոր տարվա Աստծո զորության եթե դու արձագանք ես դու նոր տարին կմտնես ազատ այն ամեն ինչեն որ պետք է ազատ լաս Հիսուսի անունով բոլոր հավատացողներուն հետ ինչ որ բան մի դլա Հիսուսի անունով Երբ որ պատրաստ լաս եւ որ հավատաս ընդունիր հաղորդությունը Pidavre, Kochana Varo, Pitkaile, Kosilo Mech, Pidimana, Isu, Kochash Matucha, Pidavre, Kochana Varo, Pitkaile, Kosilo Mech, Pidimana. Հալելույա Հոգուս խորքուն միշտ քեզ օրհնեմ Իմ երկերով պարապանեմ Քո հավատքով թիմավորեմ քեզ իմ սիրելի Հիսուս Հոգուս խորքուն միշտ քեզ օրհնեմ Իմ երկերով պարապանեմ Քո հավատքով Սիրեներ, մի կատ կարևոր բան ասեմ, այնինչ որ հիմա ասի, գուզեմ լավ մտի գնես, աս երեք օրվա մեջ որ ասի, ադի նգադի չունեի այն մասին, թե տուն բաներ խնդրեր ես կյանքիդ մեջ, որ ըլլան աս երեք օրվա մեջ, օրինակ եթե տուն ինչ-որ բան մը խնդրեր ես, չունիս, գուզես ըլլա, ադի չեր ինչ-որ հոգիս մեջներ, Աս երեք օրվա մեջ ինչերու մասին է խոսքը գիտես, եթե ունիս մեղքեր, կաբանքներ, բռնվածություններ, addiction-ներ, վախեր, հոգևոր բաներու մասին է խոսքը։ Տիրոջ զորության արձագանք է, Քրիստոսի արյան զորությունը գուկա, եւ դու նոր տարին կմտնես այդ ամեն ինչեն ազատ։ Եթե վրա զուլության մտնոլորտ գա, որ ազատ լասած կե։ Եթե մարդկա թմրած վիճակի մեջ հոգևոր եւ կամ ֆիզիկական Լսե ինձի Եթե մեկը գա հոգևոր կամ մտային կամ ֆիզիկական թմրած է Դուն 2026-ը բեք չունի սանանք մտնելու Արձագանք է դիրոջ գանչին ասի մարգարայական էր Աս երեք օր
գրնալ արդեն երկար ժամանակներու հարց է, աս 3 օրվա մեջ գրնալուց վիադի։ Քու կյանքի պապակները, սպասումները նորեն ասված գլսեգը պատասխան է։ Այն ինչ որ իմ հոգի մեջ կա, բայց ադի չէ։ Այն ինչ որ իմ հոգի մեջ կա, քու հոգի շղթաները կանթվին։ Գիտես ինչ ցայնգա երկինքեն այլևս, որ այլևս կփավե։ Աս ցայնը կսկամ ներսես։ Ադի գիտես ինչի անտե, ոչ թե քու անտե, ոչ թե քեզի գսե ասված քեզ այլևս կփավե։ Աս շղթաներուն գսե ասված կփավե, եկերեմ գդրելու այլևս։ Այլևս երկարավ։ Վկայություններ պիտի լսեմ։ Արթունեք աս 3 օրվա մեջ Տբիր Հիսուսի հանդերձին թող զորություն դուրս գա։ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ սիրեներ ըլլանք դոնական օրերուն դոնին շիդակ իմաստերուն վրա գետրոնացած։ Մեր բրգիչը ծնավ, նոր դարեմի թիմավորենք տվականավիտ փոխվի մեր բրգիչի ծնումթին համար պատճառով ընտանիքիդ հետ, ասկականներուդ հետ, ընկերներուդ հետ ուդելը եւ խմելը լավ է, բայց այդ օրվա հավաքույթին գետրոնին պետք է լա Հիսուսը։ Ամեն։ Թող դերը օրհնե քեզի։ Թող դերը բահե քեզի։ Թող դերը բայցարեցնե իր երեսքու վրա եւ ողորմի քեզի։ Թող դերը բայցարեցնե իր երեսքու վրա այո, շատ կարևոր բան է եւ խաղաղություն տա քեզի։ Հոգիս մեջ սկացի մեկը դա պետք է հրճակեմ։ Դերը որուն անունն է խաղաղության իշխան, թող խաղաղություն տա քեզի։ Թող ամեն փոթորիկ որ ներսդե հիմա հերանա քեզ մե եւ թող դիրոջ խաղաղությունը կա քու վրատ։ Եվ ես քեզ բան ասեմ, եթե դերը խաղաղեցնե փոթորիկները կխաղաղին։ Կփավե որ խաղաղության իշխանը խաղաղեցնե, խոսքը իր մել է։ Ադորամար թող դերը խաղաղություն տա քեզի։ Կոցե աչքերդ։ Ես չեմ արդասաներ գոր պամա, ասի իստակ տողըլա։ Ես հոգիով ծեզի պաներ գսեմ գոր։ Ոչ ալ ըսազներուս աջաբար է ամենս է անցիր, ըսազներս լսե ընդունիր, թող դերը խաղաղություն տա քեզի։ Եվ ես հիմա որ ասի գսեմ, անշուշտ դերը կգործե ասվայրի մեջ, թունադի պետք է ընդունիս։ Թող դերը խաղաղություն տա քու մտքին։ Միտք որ իրար անցած դակնու վրա անորոշ վիճակի մեջ է, թող խաղաղությունով լեցվի։ Հիմա հենց հիմա միտք որ փոթորիկի մեջ է եւ այդ փոթորիկի պատճառով սխալ որոշումներ, սխալ մտքեր գուքագոր քեզի որ ասանք պիտնեմ, անանք պիտնեմ, ես քեզի ասեմ խաղաղություն տա քեզի Աստված։ Թող դերը խաղաղություն տա քեզի։ Գսկամ ինչպես Աստծո հոգին այստեղ է եւ խաղաղություն ուզե գործալ բոլորիդ։ Խաղաղություն քեզի։ Հալելույա։ Վերջինը։ Խաղաղություն քեզի։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։